Մենք այսօր կյանք չենք ունենա։ Դա Քրիստոսի խաչն ասենք Փարթիրոջը։ Այսօր շատ քիչ մարդիկ հասկանում են Հիսուսի խաչելությունը ինչ բան է։ Աստված իր օրենքները տվել է, որ մեզ կոտրի, մեր եսը կոտրի, մեր փառքը կոտրի։ Հարց եմ տալիս ես, մինչև հիմնական նյութին անցնելը ես մի օրինակ եմ բերում։ Հովսեփ ինչ մեղքեր գործե, որ իրան դիքցեին փոսը։ Հայյանք էր արել, սուտ էր խոսացել, շնացել էր, մարդ էր սպանել, ինչ էր արել խեղճ Հովսեփը։ Ինչ էր արել Հովսեփը։ Ովքեր կարդացել են։ 17 տարեկան երեխան սիրում էր Աստծուն, սիրում էր իր հորը, սխալները տեսնելուց գալիս էր հորը ասում էր հայրիկ, սենց բաներ են մտածում մեր աղբերները, իրանց ուղի, ճիշտը լավ է։ Մի օր հերը շատ սիրելով պատմուճան գործեց, գեղեցիկ պատմուճան գործեց Հովսեփին։ Եղբայրները գրածա նախանձեցին չարությունից, վերցեցին գցին փոսը, Հուդան ասեց մի սպանեք։ Պատմուճան վրայից հանեն գցին փոսես մարդին։ Ինչի մար գցին։ Աստված այդ պատմուճանը վրից հանել տվեց եւ գցեց փոսը, եւ այդ պատմուճան էլ այրան մեջ շախվեց, բերեց դրեց հորթեմը։ Ինչ սխալ էր արել Հովսեփը։ Ոչ մի մեղք չէր գործել։ Արտակնապես ոչ մի մեղք չէր գործել։ Նա պիտի անցներ օրենքի դաստիարակության շրջան։ Նա որպես մարդ, երբ որ երազին տեսավ Արեգակ, Լուսինը, 11 աստղերը երկրպագում են մի աստեղին, որ Իրանն է։ Նույնիսկ հերն էլ վրդովավ։ Հակոբն է վրդովավ, ասեց, մենք միթե քեզ երկրպագենք։ Այսինքն ինքը երեխա էր, այդ երազը պարզությամբ ասեց։ Այդ ասելուց չէր, որ նա գավ փոսը։ Աստված նրա ներսում պետք է կոտրեր Հովսեփ եսը։ Աստված գիտի, որ ես ու դու որ ծնվել ենք եկել ենք աշխարհ, մեր մոր արքանդից թունավորվել ենք մի թույնով, որ մենք Աստված ենք։ Սատանան ասեց, դուք չեք մեռնի, Եվա չես մեռնի, դու Աստվածների պես կլնես։ Այսօր յուրաքանչյուր մարդ իր հոգու աշխարհում տենց ծնվել, որ իրանից բացի ուրիշ չկա այս աշխարհ։ Իրանից խելացի, իրանից գիտուն, իրանից տաղանդավոր։ Ես մարդիկ եմ հանդիպել, որ խմելուց բացի ուրիշ բան չեն հասկանում, որ իրանց տան համար փող չեն աշխատում։ Մեռել էր այդ մարդը, փող չունեին թաղելու։ Այդպիսի մարդը գիտեք ինչքան հպարտ էր։ Այդ մարդին ես ասեցի, արի ապաշխարի էլի, մեղք է այս մարդը, վերջը մի երկու տարա հետս պաշտամունքների, խոսում եմ իրանց հետ, երկուսն էլ նույն մակարդակի մարդիկ էին։ Մեր գյուղում այդպես մարդ չկար, որ դրանց մարդ համար էր։ Բայց Հիսուսն ինձ սովորացրեց, որ այդ մարդիկ ինձնից լավ են։ Օրենքը ինձ կոտրել էր։ Իսկ առաջ, որ ես համասան սովորում էի, անհավատ էի, շատ ներողություն, ես որ գալիս էի գյուղ, ղեկավարները պետք է գլուխը կախած ինձ բարև տային, թե չէ դրանց բարևը չէի առնի։ Բայց ես հասկացա, աղաչում է այդ մարդկանց որ քային, բայց մի օր ասեց ինչա, պետք է գան քո հետ չոքենք։ Այսինքն մարդ իր հոգու աշխարհում ինքը Աստված է։ Ոնց անի որ ապացուցի որ դու ոչինչ ես։ Ոնց անի Աստված։ Ինչ ուզում ես արա մարդ չի հասկանա։ Հիմի Հովսեփին պիտի Աստված ապացուցեր, որ ինքը ոչինչ է։ Ինձ էլ ապացուցում քեզ էլ։ Տեսեք ոնց Աստված իմ կյանքում ապացուցել ինձ։ Ես ուղղակիրներ եմ բերում հասկանալ։ Վերջը ինձ հերս նոր է հավատք եկել 71-2 թիվներ, հերս ինձ հանեց համասանից բերեց գյուղ, գյուղում էլ տարել են շինարարության բրիգադ, եւ այս բրիգադիրին ասել էր հերս ինչքան ծանր կեղտոտ գործ կա տղուս կտաս։
որ խելքը գլուխը կա։ Հիմի տրանշե էր փորած, տրուբեկը խորը, սենց խորը տրանշե, տրուբեկը պտելա, ջրի տրուբեք են, ժողովրդի ջրի տրուբեք են, գյուղի։ Հիմա տրուբեկը պետք է հանենք դուրս։ Մեզ էլ մտցրել է ցեխի մեջ, որ մաքրենք, որ սվարչիկները կդրեն հանեն։ Մեկ աշխատում է այդ գյուղի մի մարդ կար, ասում են գիժ գրիշ։ Նա ամեն այս բաներ անում, մարդիկ դրան մարասում էին։ Հացը, որ չոր հաց դրում էր ջբը չորացում էր, ինչ գույնի ջուրուզմալներ, ինչ բաներ, մտցում մեջ դες կրծում էր։ Ու մարդիկ գիժ են։ Երկրորդ գիժը ես էի։ Բդետ հորը մաքրեինք։ Հիմի տրանշեն տեսա փլումա։ Բրցեցի ես մարդը, մեզ մարդը, մի կերպ դուրս եկավ, ես մինչև վիզս մնացի հողի տակ։ Լացից մեռնում եմ։ Իսկ վերև կայնած մի մարդ կար, անձի հայրում էր, անարգում էր, հիմարի մեկ ասում էր, թողեցիր համասանեկար, ես գիժին ընգեր տարար, մեռի տեղ։ Աստված կոտրում էր ինձ, որ ես հասկանամ, ես Աստված չեմ։ Այսօր մարդիկ չեն ուզում կոտրել։ Եվ սա է ամբողջ դժբախտությունը յուրաքանչյուր մարդի։ Հովսեփը Պետապրեսի տան մեջ գնաց առաջ, մեծ պատիվ, Աստված օրհնում էր Հովսեփի պատճառով այդ տունը։ Այս անգամ ավելի վատ բան կատարվավ։ Պետապրեսի կինը համոզեց այս խեշտողուն, որ իր հետ պարկի, բխծություն անի։ Եվ մեղադրելով, զպարտելով գցեցին բանտը։ Նա բանտի արժանի էր, հարց եմ տալի, բանտի արժանի էր, բղի գցեց Աստված, խի Աստված չպաշտպանեց, թե Աստված զորություն չուներ, այսօր քեզ էլ Աստված գցում նման փոսի մեջ, որ խելքդ գլուխը կա, որ մեռնի քո աստվածությունը, իսկ դու չես վայնում, Աստծո օրենքը տվել է, տեսեք, Պողոսին Աստծո օրենքը ոնց սպանեց, մեղքը ողջնցեց, ասես ներսդ վիշապ կա բնակված հոգուտ աշխարհը, վիշապ բնություն ունի մարդը, մարդից դաժան, մարդից վատ էակ, մեկ էլ մարդն է։ Մեր վաղջեն, խավողի ծառ, խավողի այգի է, ու շլորի ծառը, խավողը փաթաթվել է վրեն, համ խավողն է բերտա, համ շլոր, մի օր շլորը չասեց, զզվցիր, վրիցս իջի։ Հլեցում եք լի քո շլագը պտուղ տա, կմորթես նրան, կերթես, կսպանես, արունը կխմես։ Եվ տեսեք, վերջում Հովսեփի խոսքն եմ կարդում, ու կանցնեմ հիմնական մտքին, որը որ սրտումս դրված է խոսելու։ Հովսեփի խոսքը, որ ինքն ասում է, նայեք, սա շատ ուժեղ խոսք է։ Վերջը, այն ծառաներին էլ խնդրեց, որ իրան փրկեն էլ չփրկեցին, լրիվ հույսը մեռավ։ Այ ոնց որ եղբայրը քարոզեց, չէ՞, լրիվ հույսը մեռավ։ Անզորա լրիվ։ Եվ այնտեղ չէին գրել 5 տարի ենք տալիս, ոչ էլ 10 տարի, ցմահին բանտարկել։ Հովսեփին, դի ցմահ մնար այնտեղ։ Այն վերջի հույսն էր, որ ծառաները տային բարի խոսին, այդ հույսն էլ մեռավ։ Լրիվ անզոր եղավ։ Հասկացա, որ իրան բանտից չի կար ազատ ինքը հավիտյան ցմահ։ Պետք է Աստված ապացուցի, որ դու հավիտյան մեղքի թագավորության բանտում ցմահ բանտարկված ես ու խելքդ գլուխդ հավքի, դրանից ազատող չկա այս աշխարհը։ Դու հավիտենական մահվան բանտում ա քո հոգին, դու դրանից խաբարել չես, դու խաբար չես, որ տես բանտ կա քո հոգու աշխարհը, չկա։ Եվ տեսեք ինչ ասում Հովսեփը, երբ որ արդեն Փարավոնի պալատում ամ, Հովսեփ պատասխան տվավ Փարավոնուսավ, ոչ թե ես, տեսնեք ոնց է եսը մեռել, տեսնեք ոնց է մեռել այդ Աստվածը, Հովսեփ Աստվածը մեռել է, ոչ թե ես, Աստված դիտա
խաղաղության պատասխանը փարավոնին։ Ով փարավորվավ Հովսեփը, այ եղբոր քարոզած էսիա։ Տեսակ եղբայր ինչա քարոզում։ Դրա համար մարդիկ, որ քեզ բամբասում են, քեզ դատում են, անարգում են, հող են տալի վրիդ, որ դու մեռնես, այդ դու հանդեղից գլուխդ հանում ես դուս։ Հանի դուս, մի մեռի։ Այդպես էլ առած մեռնել կեցած է ժող։ Տրորում են քեզ, ցավացնում են քեզ, մի վիճի։ Քեզ համար խելոք, ինչպես Հովսեփը խելոք, փոսի մեջ աղոթում էր, թե չէր աղոթում։ Աղոթում էր։ Աստված իր հետ էր։ Ահա երբ որ կարտոշկեն դնում ենք հողի մեջ, մինչև կարտոշկեն չի մեռնում, նոր ծիլ դուրս չի գալում։ Այդ նոր ծլից արմատ լնում, հնից արմատ չի լնում։ Պետք է մեռնես։ Եսը, փառքդ պետք է մեռնի։ Չես ուզում մեռնես, այդ օրենքը պետք է ապացի, որ դու մեռել ես։ Եվ տեսեք Պողոս առաքյալը, եղբայրներ քուրեր, այս մարդը հասկանում է ինչ բան է մեռնել։ Եվ գրում է, Սուրբ գրքում գրում է, մինչև Հռոմեացիս 7-րդ գլուխը ոնց որ եղբայրը քարոզեց, Պողոս առաքյալը, տեսեք սիրելիներ, գրում է այս մասին։ Որպեսզի ինչպես մեղքը թագավորեց մահով, Հռոմեացիս 5:21-ը։ Հիմի որ խոսում եմ մեռնելու մասին, օրինակ, եթե ես անկեղծ մարդ չեմ սենց անում, թող մեռնի ինքը, ես ինչ մեռնեմ։ Թող վրեժը մեռնի, թող վարամը մեռնի, ես չմեռնեմ։ Թող նրանք մեռնեն, ես սաղ մնամ։ Իմ եսը, թող իմ թագավորությունը մնա։ Էսի Փոխանակաս Հիսուս ջան, Երանի օգնես ես մեռնեմ։ Փոխանակ լացիրա վրեն ասի Երանի օգնես ես մեռնեմ։ Մեռնելու վրա է ուրախանում։ Դրա համար Պողոս ասում է ինչպես մեղքը թագավորես մահով։ Մեր ներսը սատանայի խոսքից այսօր աշխարհի ժողովուրդը չի հասկանում։ Սա չի հասկանում։ Ես ուզում եմ ներկայացնեմ մի հատ տեսիլք, որ Աստված ինձ ցույց հատվե սրանից 30 քանի տարի առաջ։ Ես որ եկա հավատքի, հենց կարդում էի խաչելության տեղերը, ներսս վրեժխնդրություն էր լցվում հրյաների նկատմամբ։ Ասում եմ, բան չեմ ուզում, Աստված ջանցի կներես, մի հատ հրյա մորթեմ, որ քեզ խաչելա։ Ես ներսիս փունք ինչն է, ինչ կլի։ Ասում մի հատ հրյա բռնեմ, մորթեմ։ Էլի կներես ինձ, մինակ մորթեմ էլի ներսիս, այդ վրեժը լուծեմ, այդ հրյաները ոնց են մորթել քեզ, ոնց են խաչել քո նմանին։ Ինչ կան կարդում լացում էի, ուտես մտածում էի։ Դա եղել է նոր ժամանակս։ Մի օր Աստված տեսիլք ցույց տվեց ինձ։ Հիսուսի խաչելությունն է։ Բոլորը գոռում են խաչեք, խաչեք։ Մեղն ու չհագուճի իմ ծերն ամենաուժեղ ես եմ գոռում։ Ես տենում եմ ինձ։ Անենց եմ գոռում, ոնց որ վիշապ դարձած, վիշապը բերանցս գոռում է։ Խաչեք, գոռում եմ, խաչեք, գոռում եմ, ահավոր, չարացած։ Աչքերիցս օծի թույն է թափում։ Ես տենում եմ ինձ։ Այնտեղ որ Հիսուսին ծեծում են Պիղատոսի պալատում, Հերոդիսի պալատ, ամենաուժեղ ծեծողը ես էի։ Ես տենց դաժան մարդ, որ տեսա ինձ։ Ես տենց ֆաշիստ։ Հիտլերը գալաթար է տենց դաժան լինի։ Ստալինը գալաթար է տենց դաժան լինի։ Որտև դրանք հին մարդի օրինակներն են, ես տենում էի իմ ներսի հին մարդին էի տենում, այդ վիշապին, որի մեջ էր ապրում, ես տեսա դա, ես այդ ամբողջ խաչ ճանապարհը,
Սա պատմել հնարավոր չի։ Թե ես ոնց էի թքում Հիսուսի վրա, թքում նրա երեսին։ Արունը հոսում էր փշեպսա գլխին։ Ես քացով գլխին էի տալում, խփում էի չագուճով գլխին, տանջելով մինչև խաչելության տեղը։ Ես այտենց դաշան, ստոր, սրիկամարդ ես չեմ տեսել, որ տեսա ինձ։ Դրա համար ես հավատում եմ աշխարհի ամենապիղծ, ամենադաժան, ամենաստոր մարդը, որ ասեն ով, ես կասեմ ես։ Ես 3000 երիտասարդության մոտ ես խոստով անել եմ, որ այդ մարդը ես եմ։ Սա բացել Աստված ինձ և ցույցատվեմ ուրիշ բանել։ Անցածին մեղքի քաղաք էր, ծայր չկար։ Ես կարդում էի Սուրբ Գիրք, ասում է դուք ոչինչ եք, ձեր գործերը ոչինչ է, ձեզ ընտրողը պղծությունն է։ Ես կարդում չէի հասկանում, ասում եմ սխալ է տպած։ Աստված ցույց տվեց այդ սարսափելի քաղաքը մեղքից սարքած։ Եվ մի արձան էր մեղքից սարքած հրապարակում։ Տոշնի ես էի, ճակատիս գրած էր պղծություն։ Եվ արվարձաները շնություն, արձան, գողության արձան, մարդասման, ասեց այսի դու ես։ Քանի մարդ կա էսի տեսել է, հոգով սա հասկացել է, քանի մարդ կա ստեղ։ Որ ինքը դաստիարակել է, որ ինքը ճանաչի ով է ինքը, ես ինձի դաստիարակել է։ Դրա համար ես միան որ արհամար եմ, ինձ պետք է արհամար եմ։ Բոլոր մարդիկ ինձնից լավ են, թե հավատացյալ, թե անհավատ։ Հիսուս Աստված է իրան ասու տեղ չտրեց, եթե ես Քրիստոսին ընդունող մարդ եմ, ինձ պետք է մարդ չհամարեմ։ Հիսուսը իրան ունայնացրեց։ Եթե Աստվածն ունայնացրեց, ես վարժ, պիղծ Աստված եմ իմ հոգու աշխարհում ծնված, որ պղծություն անձի տիրել, ես չեմ հասկանում։ Պողոսը դրա համար հայտարարեց, ես մեղավորների գլուխն եմ։ Աստված ուզում է օրենքով կոտրել սա։ Դրա համար ես մի տեղ եմ ուզում, իմ սրտի մեջ եղածը, որ ուզում եմ այսօր խոսել ձեզ հետ, Ղուկասի ավետարան, շատ հետաքրքիր տեղ է, դա Սուրբ Հոգին է բացել, դա իմ շնորհք չի, խաչելությունը Հիսուսի։ Բոլորը կարդացել եք, Գողգոթա սպաստեղը գնացին, հոն խաչ հանեցին Զանիկան, չարագործները մեկը աջ կողմը, մյուսը ձախ կողմը խաչեցին։ Եվ ասավ Հիսուս, հայր, թողություն տուր ասոնց, վազի չեն գիտեր ինչ կենեն, ու անոր հանդերձները բաժանելու ատենին վիճակ ձգեցին։ Եվ ժողովուրդը կայներ էր կնայեր իշխաններինալ, անոնց հետ կնախատեին Զանիկա կսեին, ուրիշներ ազատեց, ինքզին չի կարող ազատել, եթե ատիկա Քրիստոսն է Աստծո ընտրյալը, ծաղր կենեին Զանիկա, զինվորնանալ արջև կուգային, քացախ կմատուցանեին կսեին, եթե դու ես հրեից թագավորը, քո անձդ ազատ է եւ գիր մի գրված էր հունարեն, լատիներեն, եբրայցերեն գրով, թե ասիկա է հրեից թագավորը։ Եվ այն կախված չարագործներ մեկն էլ հայություն կներ կսել, եթե դու ես Քրիստոս, ազատ է քո անձդել մեզ էլ։ Շատ հետաքրքիր է, ինչու ես ավազակների մասին գրում Սուրբ Գիրքը, ինչ դաս է ուզում տալ մեզ, ինչ շնորհք է ուզում Աստված փոխանցել մեզ։ Եվ մենք նայում ենք Սուրբ Գիրքը, սիրելիներ, Մատթեոս ավետարանի 27-րդ գլխի 44-ում Եվրեն հետ խաչված ավազակները նույնպես կնախատեին նրան։ Երկու ավազակները նախատում էին։ Հավասար նախատում էին եւ մեկը մյուսից եւ բեթար նախատում էին։ Ինչ տեղ ունեցավ, հետաքրքիր է։ Եկավ մի պահ, այս մի ավազակը նայում էր, թե ժողովուրդը ինչ են անում Հիսուսի գլուխ։ Նախատում էին, անարգում էին, հայում էին, մարդկանց արարմունքին էր նայում։ Եվ ասում են, եթե դու ես Քրիստոսի ճիշտ, այդ նույն ձևով այդ մի ավազակը նախատում էր, հայում էր, եւ ասում էր, թե Քրիստոս դու ես, իջիր։ Այսինքն մարդկանց ինչպես նայեց, այտենց է ռեակցիա եկավ իր վրա։
Ես մի հատ կարևոր ճշմարտություն եմ ուզում սովորենք մենք բոլորիս։ Ինչքան դու երկագնդին նայեցիր, մարդկանց նայեցիր, մարդի միջի մեղքի բնության այդ շուքը գալու ավրետ քո հետ ռեակցիա տալի, ներսինի հետ ռեակցիա տալի եւ դու մեռնելու ես։ Դրա համար գրքում գրված է. Երանի նրանց, որոնք մաքուր սիրտ ունեն, նրանք Աստված են տենում։ Հարց եմ տալիս ես, Հովսեփը այդ փոսի մեջ ում էր տենում, Աստծուն էր տենում, թե իր աղբերներին։ Որ աղբերներին տենար, պետք է չարանար, պետք է դժգոհեր, պետք է տրտնջար, պետք է անիծեր։ Մաքուր սիրտ ունեցող։ Այսօր շատ մարդիկ փոխանակ ուզենան մաքուր սրտի մեջ ապրել։ Ես միշտ այս 42 տարի աղոթում եմ, ամեն օր լացում եմ հաճախակի, ասում եմ Տեր, քո նման սուրբ սիրտ եմ ուզում, որ դու ապրես այդ սուրբ սրտում, և դու լինես իմ կյանքը, իմ թագավոր, ուրիշ բան չեմ ուզում։ Եվ ահա ես ուզում եմ, որ այս համարը, որ ես մի կարդում եմ, այս համարը ձեր սրտերի մեջ թող գրի Սուրբ Հոգին, եւ սա դառնա ձեր առօրյա աղոթքի նյութը։ Եվ դա սրտի մաքրություն սիրողներու շրթունքների վրա շնորհք կա։ Սրտի մաքրություն սիրողի շրթունքների շնորհք կա, ու թագավորը աներ բարեկամը կլա։ Ո՞վ է թագավորը։ Աստված, Առակաց 22:11, սրտի մաքրություն։ Ես միշտ մտածել եմ, եթե ես Հիսուսի նման լինեմ, սիրտս մաքուր լինի, ինձ խաչողի մեղքերը վրես են վերցնելու։ Հավատացյալն ու անհավատ մի բանով են տարբերվում, ուշադիր լսեք, սա կարևոր բան եմ բացատրում, եթե սա չեք ուզում թունեք, դու հավատացյալ չեք լինի։ Հիսուս ամբողջ աշխարհի մեղքը վերցրեց իր վրա, այդպես է գրված։ Բայց Հիսուս չմեղանչեց, ամբողջ աշխարհի մեղքը վերցրեց իր վրա, բայց ինքը մի հատ մեղք չի գործել, ճիշտ է։ Հիմա եթե ես Քրիստոսին ընդունած մարդ եմ, եթե դու ինձ անարգում ես ամեղտեղ, ես քո մեղքը պետք է վերցնեմ իմ վրա, ոչ թե քեզ բամբասեմ, չարախոսեմ, քո մեղքը վերցնեմ իմ վրա եւ արցունք թափեմ, որ այդ մեղքը Հիսուսը ոնց ասեց, հայր ներիր, չի հասկանում ինչ անում։ Ես այդ փոսի մեջ, որ այդ մարդը ինձ հայում էր, ասում էր մեռի, ես լացում ասում էի, Հիսուս ջան, ների այդ մարդը, ինքը չի հասկանում ինչ անում։ Դες մի մարդ եկավ, ասեց անխիղճ, ասեց այդ երեխուն հանա, 22-3 տարեկան տղա ասեց, հանա այդ փոսից։ Փրկա նոր անպատվա։ Եթե դու հավատացյալ ես, ուրիշի մեղքը ճակտով ես խփում, ուրիշին անարգում ես, դու Քրիստոսի սիրտը չունես։ Քրիստոս դիմացինի մեղքը վերցնում է իր վրա, ինքը չի մեղանչում, բայց բարեխոսում է։ Հիսուսին խաչում էին այդ կյանքը, դու եկել ես այդ կյանք ընդունես։ Մեկ ասես Պավել եղբայր, ինքան եմ ուզում Սուրբ Հոգի ստանամ։ Ասի եղբայր ջան, Սուրբ Հոգին գիտես ինչ կյանք ա բերել, բե ինչ։ Ասի ամեղտեղ քեզ խաչեն, թքեն քո երեսը, ու դու սրտան սիրես ու օրհնես։ Այդպես կյանք սիրում ես, ասես չեմ սիրում։ Այդպես կյանք չեմ սիրում։ Դա ասի Սուրբ Հոգին էր այդ կյանքն ա բերել։ Մենք այդ սիրտը որ չունենք, մեր անունը հավատացյալ է։ Եթե հավատացյալ ես, պետք է ուրիշի մեղքը վերցնես քո սերը եւ սկսես արցունքով աղոթել։ Եվ տղտա Սուրբ Հոգին քո մեջից բարեխոսություն անի այդ մարդկանց համար։
Սա է քրիստոնյա։ Իսկ դու սենց քրիստոնյա չես դառնա, քեզ պետք է օրենքը ջարդի։ Ոնց որ օրենք ասես քո մեջ վիշապնություն կա, դու մարմնավոր ես, հոգևոր չես, քո մեջ բարի բան չկա, քո մեջ մահն է թակավորում, դու խղճալիների խղճալին ես, ով սրան սենց կոտրելով տարավ։ Օրենք եղբայրը կոտրելով, դիագնոզ անելով, տանում պարկեստում ապերացիոն սեղանին, խաչի վրա, որ քեզ ապերացիա անի, քո հին մարդի խաչելությունը ցույց տա, որ սպանելա, որ դու հինից հրաժարվես, նորը հագնես, նոր բնություն ունենաս, նոր կյանք ունենաս, որ Քրիստոս ապրի քո մեջ, Քրիստոս ձևավորվի։ Հիմա նայեք, այդ խաչի վրա ավազակներից մեկը, սիրելի եղբայրներ, քուրեր, նայեք այս մարդի հետաքրքիր մտածելակերպը, նախատում էր, բայց մի պահ այս մարդը, փաստորեն, նայեց Հիսուսը ինչ ասում, ասում հայրներիր, վանզի չեն գիտեր ինչ կենեն, ինչ տեսավ այս մարդը, տեսավ այս մարդիկ հայում են, բայց ասից էլ մի հատի կանյատ տենամ, այս խաչվը ինչ անում, նայեց Հիսուսին տեսավ, այրունը հոսում է, արցունքը հոսում է, այրունը հոսում է, բայց Հիսուսի ներսից կյանք է հոսում, կյանք, խաչի վրա ոչ մի հատ հրաշք չեղե, խաչի վրա աստվածային կյանքն էր հոսում, այն կյանքը, որ հայրը դրել էր Հիսուս մարդի մեջ, և Հիսուս մարդը, նա որպես մարդ էր խաչվում, Աստված չի մեռնում, Աստված չի խաչվում, Աստված մեղքի պատարագ չի լինում, Հիսուս մարդն է խաչվում, Հիսուս մարդն է մեռնում, Հիսուս մարդն է արուն թափում, Հիսուս մարդն է խաչվում, հետաքրքիր է, Հիսուսը ծնվել էր Մայրամից, ով էր Մայրամը, սովորական մի մահկանացու մարդիկ, ինչպես տեղ բոլոր քույրերը, մինակ տարբերություն այն էր, որ Մայրամի հավատքը այնքան զորավոր էր, որ ինքը դարել էր այդ ժամանակաշրջանի ամենասուրբ, ամենամաքուր, ամենաարդար կույսը, այդպես է, շնորհալի կույս։ Հիմա եթե Հիսուսի այրունը ուշադիր լսեք, Մայրամի այրունից լի, մեր այրունը, Մայրամի այրունը նույնն է։ Մայրամի այրունը եւ իմ ու քո այրունը նույնն է, այդ այրուններ Հիսուսի մեջ։ Այդ ինչ այրուն էր բա։ Այդ ինչ այրուն էր, ինչա գրած այդ մասին, գրած է, որ ես դու հավատացյալ դառնալուց հասկանանք։ Մայրամ ասեց, ես այր մարդ չգիտեմ այր մարդ, ոնց պետք է որ ես մարդ պիտի ծնանեմ, ասեց Սուրբ Հոգին հրեշտակ, պիտի գա քեզի, Սուրբ Հոգին Աստվածը, Սուրբ Հոգի անձը, ոչ թե մի հատ պետք է այցելվես, այլ Սուրբ Հոգի անձը, Աստվածը պետք է իջնի քո վրա։ Եվ բարձրյալի զորությունը Հովանի պետք է անի քեզ, եւ քեզնից ծնվածը Աստծո Սուրբ պետք է կոչվի։ Եվ նրա անունը Հիսուս պետք է տնես, որ նշանակում է փրկիչ, օծյալ։ Այսինքն Քրիստոսի այրունը Սուրբ Հոգու անձի զորություն ունի։ Ինչքան Աստված է զորավոր, այդքան էլ Քրիստոսի այրունը, ասենք Փարթիրոջ։ Ես ում ձեր հավատքը կառուցեք այդ այրան վրա։ Կառուցեք։ Մի կառուցեք ձեր խելքերի վրա, մի կառուցեք ձեր այս նեխած փոստի վրա, այս մեղքի մարմնի վրա, ձեր մարդկային շատ կներեք, մարդը բութ ու մութ էակ է, կարող է քեզ թվա դու շատ խելացի ես, մարդը ինչքան վատ էակ է, որ մեղ գործելու գործարան է, ուրիշ բան չի, աշխարհում մի հատ կենթանի ցույց տվեք, որ մեղ կա գործե, մի հատ թռչուն ցույց տվեք, որ մեղ կա գործե, մի հատ բնական բուսական արարած ցույց տվեք, այս պատերը, քարերը հո մեղ չեն գործե։ Մեղքով է գործում մարդը։ Եվ մեղքի
Մեղքի սկիզբը երկրի վրա մարդից է սկսվել, սատանից չի սկսվել։ Շատերը մեղք գցեն սատանին, որպեսզի իրանք արդար դուրս գան։ Ասում է դե մի 80% սատանան դրթեց, մի 20% էլ եղբայրը դրթեց, դրա համար մեղք գործեցի։ Ասենք ինքը մեղավոր չի։ Ինքը մեղավոր չի։ Եվ գրքում գրված է մեղքը մարդից մտավ աշխարհ։ Տենց է գրած, չի գրած սատանան արեց։ Էսի շատ հավատացյալներ չեն հասկանում։ Դրա համար մեղքը գցում են սատանի վրա եւ գցում են սրաները վրա, իրանք մաքուր են դուրս գալիս։ Ինչպես արեց Ադամն Եվան։ Ադամն ինչ ասեց, քո ստեղծած կինը, Եվան ինչ ասեց, սատանան։ Տեսեք, գցեցին իրար վրա, մաքուր դուրս եկան։ Այսօր էլ նույն պատմություն անում են մարդիկ։ Նույն պատմություն, տեսեք ինչ է։ Ոնց ինչպես մարդեմը մեղքը աշխարհ մտավ, եւ այն մեղքից մահը այսպես ամեն մարդկանց վրա տարածվեցավ մահը, քանզի ամենքը մեղանչեցին։ Հռոմեացիս 5:12։ Խիա գրած, մարդեմը մեղք աշխարհ մտավ, սատանան ուղի չգրած։ Հեշտ նայել եք ուշադրություն դարձրել եք այս համար իրա։ Խի սատանան չի գրած։ Մի բացատրեմ թե ինչի։ Եվ դրա համար գրված է մի քիչ ներքև, նույն Հռոմեացիս 5-րդ գլուխը կարակ աղոթքով կարդալ։ Ոնց եթե մեկ մարդու մեղքով մահը թագավորեց, հետո շարունակում է։ Ուրեմն ինչպես մեկու հանցանքով բոլոր մարդկանց դատապարտություն եղավ, ոնց ինչպես մեկու աննազանությունով շատերը մեղավոր եղան։ Մեղք, հանցանք եւ աննազանություն։ Այս բոլոր արել Ադամը։ Մարդը մեղքը մտավ։ Ճիշտ է, տեղեր կա գրած, որ Եվան խաբեց Ադամին, բայց գրած է մարդը։ Եդեմական պարտեզում չկար ոչ սատանա, ոչ է Եվա։ Ադամ, Աստված քեզ ասել էր, բոլոր ծառից համարձակ կեր, դա վերաբերում է նաև մեջտեղի կենաց ծառին։ Խի չկերար Ադամ։ Մերժեց Ադամը։ Եթե դու Քրիստոսին չմերժես, Քրիստոսին ընտրես, որպես քո կյանք, քո ալֆան, քո մեղան, քո ամեն բանի մեջ ընտրես, սատանան չի կարա քեզ խաբի։ Կարող է դեռ հաղթություն չունենաս, տկարություն թույլ տաս, բայց քեզ չի կարա շարքից անի։ Մենք էլ ենք մեղավոր մարդ ծնվեի աշխարհ։ Երիտասարդական ցանկություն եղել է մեզ հաղթելա, բայց քանի որ սրտիս մեջ որոշեցի մահ ու քեզման Հիսուսի ոտքերի մոտից ոչ մի տեղ, այդ որոշումը ես եմ անում, այդ որոշումը դու արա, ո՞ա քեզ բռնե։ Սխալ եմ անում։ Մեր առաջի երեցը մի շատ լավ խորհուրդ տվեց մեզ։ Ասես տղա ջան, մեղքը դու ես գործել, ներողն էլ Հիսուսն է, սատանանով է տեղ։ Սատանան կարող քեզ խաբի շատ մեղավոր ես։ Ասա քո ինչ գործն է։ Իմ մեղքերի համար մեռնող կա, ընձել ներող կա, ընձել փրկող կա, երկինք տանող կա։ Դու չես ընկել մեջտեղ։ Մեղք եմ գործել, զղջում եմ։ Հավատում եմ, որ զղջացողին ներող կա։ Եվ տեսեք, սիրելի եղբայրներ, քույրեր, մարդը մերժեց կյանքի ծառը։ Այդ մերժելը մեղք է։ Եթե այսօր դու ուշադրեցի կարևոր բան եմ ասում։ Տեսեք, այս ավազակի վրա նորից վերադառնալու եմ։ Տեսեք ավազակը ինչ մերժեց եւ ինչ ընդունեց։ Ադամը մերժեց կյանքը։ Մերժեց կյանքը։ Մերժեց Աստծուն, որ կյանք է։ Այդ մերժելը բուն մեղքն է։ Եթե դու նստած ես տեղ ու դու քո սրտի մեջ հավատում ես, սրտիդ մեջ, հոգուդ մեջ հավատում ես, որ Ամերիկա ապրեմ, երջանիկ կլեմ, Եվրո ապրեմ, երջանիկ կլեմ, լավ գործանեմ, երջանիկ կլեմ, լավ երեխան ունեմ, երջանիկ կլեմ, լավ տուն ունեմ, երջանիկ կլեմ, երկնային կյանք ունենամ, դրանք կարիք են, դրանք կյանք չեն։ Այո, սա տունը պետք է մեզ կարիք կա, որ ստե պաշտամունք ենք։ Մենք ամուսնանը պետք է երեխա ունենանք, կարիք կա, երեխա ունենալ, մեծանցնել եւ այլն։ Սրանք կարիք են, սրանք կյանք չեն, սրանք պետք են,
բայց կյանք չեն, Աստվածա կյանքը։ Եթե դու քո սրտի մեջ ասում ես ես կյանք ունեմ, դրանից պիղծ մեղք Աստծո առաջ չկա, որ դու քեզ Աստված ես հռչակում։ Աստված կյանքա, դու էլ քեզ ասում ես ես կյանք ունեմ, իմ հասկացած կյանքը, այսինքն քեզ հռչակում ես Աստված։ Քո ներսում քեզ հռչակում ես Աստված։ Այդ պիղծ թույնը, որ Սատանան քո նախահոր մոր մեջ մցրել է, այսօր քո մոր արքանդից քո մեջ է մցրել, այդ մեղքը դու ընդունում ես։ Դրա համար այս մարդը, այս ավազակը, նայեք սիրելիներ, նայեց Հիսուսին, նայեց եւ ինչ ասեց, մենք մեր արշանի պատիժը առնում ենք։ Ինչ անշանակում սա։ Բայց այս անմեղ Հիսուսն ինչ արել։ Հիշում եք այդ խոսքը տենց։ Կարդամ լսեք սիրելիներ։ Ես ուղղակի հեսա վերջացնում եմ, շատ երկար չեմ ուզում, կարևոր միտքը ասեմ եւ վերջացնեմ։ Իսկ մյուսը պատասխան տալով հանդիմանալով դուն ասում ես վախնար, որովհետեւ նույն դատաբարության մեջ ես, ու մենք իրավունքով ահա մեր Երազներու արժանավոր հատուցումը կառնենք, բայց ասիկա գեշ բանը չրավ։ Հետաքրքիր է։ Ինչ ընդունեց այս մարդը։ Մի քիչ առաջ նախատում էր, բայց հիմի ասում է, ես արժանի եմ խաչվելու։ Այսինքն եթե նա ընդունում է, որ Հիսուսը մեռել է եւ ասում է, այս անմեղը ինչ է արել, ես արժանի եմ խաչվելու։ Ստեղ քանի մարդ կա նստած, որ ընդունում է այս հավատքը։ Դու հավատում ես, որ դու արժանի ես խաչվելու, Հիսուսը արժանի չէր խաչվելու, ես ու դու արժանի ենք։ Եթե արժանի ենք խաչվելու, արժանի ենք դժոխքի։ Եթե արժանի ենք խաչվելու, արժանի ենք կրակի լճին։ Եթե արժանի ենք խաչվելու, արժանի ենք ցանկացած հիվանդության։ Արժանի ենք ցանկացած աղքատության։ Ցանկացած դժբախտության արժանի ենք, որտեղ մեղավոր ենք։ Մի հատ օրինակ եմ ուզում պատմեմ, շատ հետաքրքիր է օրինակ, ձի վրա մեծ տպավորություն է թողել։ Տարիներ առաջ եղբայրներով քրոջ գնում ենք ձերանոց այցելության։ Մի կին կար, չորացած էր։ Լրի մարմինը չորացած, գլուխը բարձիրա չէր կարող դնել, երկիտի կարավատ էր, մի հատ սրբիչ ինքս է, գլուխը մի կերպ այդ երկիտի վրա էր հենում, գլուխը բարձին չէր, որտեղ փետ էր, ոչ պիտի ջարդեր այդ մարդին, փայտ, լրիվ փայտ, եւ սենց տեղաշորում էր պարգած, եթե գլուխը չերևար, կիմանին դες զատ չկա, որտեղ կաշին ոսկորներ, այս երկու մատն էր աշխատում, այս երկու մատը, մի հատ փայտ էր դրած սենց տեղ, վրին մարլա էր գցած եւ դրանով իր արցունքներն էր մաքրում մենակ։ Ուրիշ բան չէր, ոչ կարար բերանը լցում են ինքը ծամում էր, վերջ։ Այս կնոջ հարցի ասի, մայրիկ ջան, դու դժգոհ չես Աստծուց, որ Աստված քեզ էս օրինակցել։ Լաց եղավ էս կինը։ Ավազակի նման ասեց, բալա ջան ասեց։ Մենք մեղավոր մարդ ենք ծնվել։ Ինչ տառապանքել, ինչ հիվանդությունել, որ մեզ պատահի, մենք արժանի ենք։ Այն անմեղ Հիսուս ինչ էր արել, որ խաչեցի իրան։ Եղբայրներ քուրեր, երանի մենք սա հասկանանք։ Այս ավասակը խոստովանեց, որ ինքը արժանի է խաչվելու։ Քանի մարդկանց դե նստած, որ հավատք եկել է եւ իր սրտի մեջ ասում է, ես արժանի եմ խաչվելու։ Երբ որ Աստված բացեց իմ մեղքերը, գիտեք ինչ աղոթ կարի ես, ասի Աստված ջան, ես հավիտյան կփառավորեմ քեզ, որ զի դժոխ ես, որովհետև ես դժոխքի արժանի եմ։ Բայց Հիսուսը այդ խաչի վրա, երբ որ ես մխում էի իրան, այդ ձեռքերից մի հատ ձեռք դուրս եկավ, սենց շոյում էր ինձ եւ ասում էր, ես քեզ սիրելուց մեռնում եմ քո տեղը, որ դու կյանք ունենաս։ Այդպիսի Հիսուսին չսիրելը, չպաշտել, չխոնարհվել։ Եղբայրներ քուրեր ջան, իմ աղաչակն է ձեզ որպես ձեր անպիտան եղբայր։
աղաչում եմ, աղոթեք, որ բացվի ձեր մեղավորությունը։ Եթե մեղքը չբացվավ, խաչը չի բացվի։ Բերեմ Սուրբ Գրքից օրինակ, մարգարեություններից։ Եսայի մարգարեության 41 գլխի 24 խոսքում գրված է. ահա դու ոչինչ ես, քո գործերը ոչինչ է, քեզ ընտրողը պղտություն է։ Սա 41 գլխում է գրած։ 53 գլխում նոր խաչելություն է գրած։ Ուրեմն մինչև մեղքը չբացի Աստծո օրենքը, քո մեղքի բնությունը չտենաս, քո խղճալի վիճակը չտենաս, չես գորա գոհություն Աստծո Հիսուս Քրիստոսի ձեռքով, չես գորա, խաչը չի բացվի քեզ, պետք է քո մեղքը բացվի։ Եթե դու խաբար չես, որ քո մեջ վիշապ բնություն կա, խաբար չես, որ դու էյությամբ մեղքի բնությունն ես, այդ մեղքի բնություն սատանի խոսքից ածնվե, սատանի սերմից ածնվե, սատանի բնությունն է, դրա համար Մարկոսում կարդում եք, Ղուկասում կարդում եք, Մատթեոսում, մարդի սրտից կելնեն չար խորհուրդներ, սպանություն, գողություն, շնություն, մի հատ լապան չկա գրած, մի հատ լապան կա գրած, այդ խիչ ես հավատում դու ես, ես հավատում եմ, որ ինչ գրած է, իմ մասին է գրած, ինչ մարդ, ինչ մեղ գործել է, այդ բոլոր մեղքերը ես ընդունակ եմ անելու։ Գերը բացել է, ասես դու 100 միլիոն մարդի արուն կարաս խմես և ասես սուրբ եմ, դու այդքան չար ես, սա պետք է բացի Աստված քեզ, դրա համար եմ ասում, մի հատ Նոյեմ տատիկ կար, էսի պատմեմ ու վերջացնեմ սրանով, էս Նոյեմ տատիկը 104 տարեկան էր, որ ես տկարում եմ, վազում ես տատիկի մոտ, ասում տատիկ ջան, եկել եմ, դու սուրբ տատիկ ես, բալաբալ այդ բաներ մի ասա, աշխարհում ինձ վատ կնիկ չկա Այն որ ես կնիկ ասեմ խես ուտ խոսում 6 տարի լացելուց հետո նոր հասկացել եմ, թե Նոյեմ տատիկ ինչ ասում 6 տարի աղոթելուց ծոմ ու արցում, որ հասկանամ, որ ես իսկապես մեղավորների մեղավորն եմ և ինձ կյանք տվողը Հիսուսի խաչն է, ինչպես քարոզեց եղբայրս սա է հավատքի ճանապարհը և դրա համար այս ավազակը ինչ ասեց ինքն էլ այրան մեջ մահվան մեջ Հիսուսն էլ մահվան մեջ ոնց եղավ դրա աչքերը բացվավ տեսա որ այդ այրան մեջ շաղված մարմնի ներսը կենաց բան Աստվածն է ոնց տեսավ բայց Հիսուսի աշակերտները չտեսան 3 տարի չտեսան նույնիսկ չհավատացին որ Հիսուս հարություն առե Գնացեք կարդացեք, 3 տարի քարոզեցին, 3 տարի աղոթեցին, 3 տարի Հիսուսի հետևից գնացին, բայց չտեսան, որ Հիսուսը կենաց բանն է, որտև նրանք պետք է մեռնեն, որ աչքերը բացվի, պետք է խաչվեն, պետք է մեղքի բնությունը բացվի, որ աչքերը բացվի։ Հոբը եղբայրներ քուրեր, այդքան տառապակ ինչի քաշեց։ Ձեզ թվում է ինչի քաշեց, ինչի քաշեց։ Մի բանի համար նա կատարյալ Աստված աղը չարությունից հեռու էր մնում բայց երբ որ ասում աչքերս տեսան քեզ իմ անձս արհամարեցի հողի մոխրը զղջա քանի դեռ հոգուտ աչքերը չի բացվի քեզ չես արհամարում դու դեռ երեսի լույսից խաբար չես տենց կույրել կմեռնես իմ աղաչանքն է մենք չենք եկել խաղ անենք Մենք չենք եկել հրապուրվենք երևույթներով, մենք եկել ենք մեր հոգու աչքերը բացվի, տեսնենք անտեսանելին, արհամարենք մեզ, հագնենք Քրիստոս, հագնենք Քրիստոսի բնությունը եւ իրան նման մեր եղբայրների, մեր քույրերի, իմ ծնողները ինձ 20 տարի հալածել են, ես իրանց մեղքերի համար 20 տարի լացել եմ քշեցրել, չեմ փախել տնից, որ իմ ծնողները ապաշխարեն եւ նրանք ապաշխարեցին Մերս էլ հոգեկան հիվանդ դառավ, բժշկվավ, ջրով մգրտվավ, հոգին իջավ վրեն, հերս 80 տարեկան Սուրբ Հոգով մգրտվավ, երկսին էլ երկինք ճանապարհեցինք, որովհետև Հիսուսի խաչը փառավորների փառավորյալն է։ Ալելույա Հիսուսին։ Իմ աղաչակնացես, իմ Քրիստոսով եղբայր քույրերը կանգնեք աղոթքի։ Խնդրում եմ ձեզ, ուղղակի խնդրում եմ, ընկեք Հիսուսի ոտերը, ասեք Հիսուս, բաց իմ աչքերը,
Ես էլ հիմա էլի եմ աղոթում, Տեր, բաց արա, որ քո խաչի շնորհքը լավ հասկանամ, քո խաչը բացվի ինձ, քո խաչի շնորհքը բացվի ինձ, մի արհամարեք Աստծո օրենքները, Աստծո օրենքները կբացեն, ձեր աչքերին դեղ կտնեն, կտեսնեք անտեսանելին եւ կպաշտեք եւ կապրեք նրա հետ։ Փառք մեր Տիրոջը, օրհնյալ Հիսուս